Հայկ Սարգսյանն ասում է, որ դուք շատ գոհ եք եղել։ Միրակեմ, Հայկ Սարգսյան, ինչքան ես հասկացա ուշադիր լավ։ Պրովոկացիոն հարցը տվեր, իմս ճիշտ պատասխանը ստացի։ Ինձ թվում է ուրիշ Քոչարյանի մասին էր։ Չէ, դուք եք։ Չէ, բայց ես ակադարձեցի։ Կարող է Ռոբերտ Քոչարյանի մասին ասում, չգիտեմ։ Միակ Քոչարյանը դուք եք։ Բայց ես հակադարձեցի։ Բայց այդ դեպքում մի րոպե, չէ, ես կատակ եմ անում, լսի։ Բայց այդ դեպքում ես ինչի ես քան խոսեցի։ Այդ դա ենք ուզում հասկանալ։ Բայց այդ դեպքում ես ֆրակցիայի առաջ ինչի։ Որովհետև դա հարաբերության հարցի պարոն Անդրանիկ Քոչարյանը ուշադիր լսի եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երբ որ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր։ Այո, այդ դա է ձեզ դրդում ասում է, որ իմը չեք քննարկել, որոշել եք նախագծներ կազմել, որ քնարիք քեզ sense ագրեսիվ։ Ագրեսիվ չէ, բա Քոչան, դուք եք զայրացած այսօր, ողջ օրը դուք եք ասում եք մի ընդհատեք, մի խոսեք, դուք Սարգսյանը անգամ ձեզ ասում էր մի ընդհատեք։ Անձնաժողովի նախագահին չի կարելի հակադարձել։ Բայց իր խոսել է իր պարոն Քոչարյան։ Հերմին այսօրով է հյուրդ։ Լաս է, այսօր հյուրդ ով է։ Պարոն Քոչարյան։ Ասեք իմ հարցը պատասխան։ Որ հարցին։ Ինչ խնդիրներ եք դուք տեսնում, ինչ խնդիրներ առաջացնես։ Բնականաբար ֆրակցիան կքննարկի օրինակից ստացա բացական եզրակացություն։ Դա նշանակում է ըստ կանոնակարգ օրենքի խորհրդի նիստում ինքը չի զեկուցվելու, բայց հեղինակը կարա պնդի, որ սա լիագումար նիստում ուրեմն քվեարկվի եւ քննարկվի, բայց դրանից առաջ ես համոզված եմ, որ ֆրակցիայում կլինի եւս մեկ քննարկում, որտեղ ֆրակցիայի քննարկումը մենք ունեցանք, որի մասնակցեց նաեւ պարոն Պապիկյանը, պարոն Սարգսյանը, իհարկե պարոն Սարգսյանի հարցեր քիչ եղան, հիմնականում պարոն Պապիկյանին, եթե նկատեցիք նաեւ հարցերի մի հսկա քանակ տրվեց այսօր պարոն Արման Սարգսյանին, պաշտպանության փոխնախարարին, եւ բնականաբար ֆրակցիան պետքա կողմնորոշվի, եթե ֆրակցիան որոշեց, որ այս նախագիծը պետքա կողմ քվեարկվի, բնականաբար ֆրակցիան կաջակցեց նախագծին, բայց ֆրակցիայի առաջի փակ քննարկումից հետո պարոն Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ եւ ինչքան ես իմացա մեկ հոգի է մասնակցել այդ հանդիպմանը։ Ինչու վերջի րոպեին կողմ քվեարկեց, ճնշումներ եղան, ինչու փոխեց իր դիրքորոշումը։ Պողոսյանը հիմնավորեց